ջան, խնդրեմ փոքր ներկայացնես ինչպես է երեք Մասիսում այդ միջադեպը հայտնի տեղի ունեցել, ինչն է պատճառը եղել եւ ինչ գործընթացի ընթացքում այսպես ասած։ Սկզբից այդ քայլերի ժամանակ իր կողմից մի հոպար մատ ցույց տվեց աղջիկեկին, մեր կողմից հոպարը կանցրեց, հարցրեց ինչու է ցույց տալ այդ մատը։ Դենց արդեն դուց տաքացավ իրավիճակը, իրանց կողմից մի հոպար հելավ, բրթեց, մեր տղեկից մեկը ֆարազ չջոգեց էլի խեյա բրթումը։ Հետո արդեն հոպարը առանց ասել ինչ-որ բառ խփեց, ու արդեն այդ սիտուացիան տաքացավ, կռիվ, մռիվ, վարունաթափ, քարով, մարով, ինչով հասցրին, ով հասցրի խփելա։ Դա չեն տեսել, հղի կնոջ այն ուզել խփեն փորին, 2-3 ամսեկա երեխա ունելով։ Աղջիկը այն տշը կոպիտ ասած, ոտով հարվածել են, իգնել է տարիքով։ Հենց տեղեկից են խփել։ Իսկ իրենց մեջ եղել է մարդի, որ ճանաչում է սանձը։ Անկեղծ ասած չէ, բայց դեմքերը լավ հիշում եմ։ Լավ։ Հասկացա։ Իսկ դուք ուժեղ Հայաստանի քարոզարշավի իրականացման չէ՞ ընթացքում տեղի ունեցել։ Իրենք ինչ որ ձեզ հենց քաղաքական քարոզարշավը անելու համար են թիրախավորել։ Չէ, զուտ իրանց մոտ բանը այն այլ է, որ մեր հոպարը կանցել է ու հարցել է դու ես մարդ ցույց տալ աղջիկին։ Բայց չի բարձաբանել, օրինակ ինչի արել։ Ոչ։ Մի անգամից հոպարը իրանց կողմից հելավ, խփեց։ Իսկ այլ ուժի հետ որևէ կապ ունեին իրենք։ Չէ, անկեղծ ասած չէ, տեղյակ չեմ կարող պատասխանել։ Շատ լավ։ Ավելացնելու բան ուզես։ Ավելացնելու բան, չէ, ասված իրանց հետ ինչ ասեմ, ինչ ելնի, արդեն որ ասեմ, ասված գիտի։ Ձեր ընկերները նշեցին, որ միջադեպը տեղի ունեցել այն ժամանակ, երբ դուք քարոզարշավ անելիս եք եղել մարդկանց իրազեկելիս, եւ ինչ որ քաղաքացիներ մեքենայով մոտեցել են, անվայելիչ պահվածք են դրսևորել, ինչից հետո կռիվ է սկսվել ձեր եւ իրենց միջեւ, դուք ինչ կասեք, տուժել եք այդ հարցը բան ընթացքում։ Այո, տուժել եմ, երբ որ փորձում էի բաժանել կռիվանողներին, այդ ժամանակ արմունկով հարվածեցին շուրթիս մոտ, միայն այդքանն է եղել ինձ հետ, ու վերջ։ Իսկ դուք ինչ որ մեկին ճանաչել եք այդտեղից։ Հարվածողներից չէ, չեմ ճանաչել ոչ մեկին, իսկ մեր գոլեգաներն էին։ Հասկացա։ Իսկ դուք ինչ կասեք, ինչպես այդ վեճը ծագեց, ինչն էր պատճառը կոնկրետ։ Դե պատճառը կոնկրետ չգիտեմ, որ ճիշտն ասեմ, չեմ խորացել այդքան, միայն նկատեցի ոնց են իրար սկսում հարվածել, այդ ժամանակ փորձեցի իրանց բաժանել ու արդյունքում տուժեցի նաև ես։ Հասկացա։ Իսկ ինչ որ պատճառաբան մասին, թե ինչու են հարվածում կամ չգիտեմ։ Ոչ չասացին, մի անգամից իրենք են սկսել հարվածել, միայն դա եմ նկատել ու վերջ։ Իսկ որևէ քաղաքական ուժի ներկայացում են, օրինակ իրենց մեքենաների վրա ինչ որ նշաններ, չգիտեմ, որոնք ցույց կտային, թե իրենք օրինակ որ քաղաքական։ Այո, իհարկե կար։ Համար 16-ը, ով Նիկոլ Փաշինյանն էր, ինձ թվում է նրա մարդկանցից էին։ Քարոզարշավն էինք իրականացում եւ նրանք հարձակվեցին, հարձակվել ասել շատ կոպիտ է ասում, մենք մեր ճանապարհով էինք գնում եւ իրենց մյուս ճանապարհին թույլ էինք տվել, որ անցնեին ու իրանք մեր տեսնելով որ մենք մենակ ենք, մեծերից ընդամենը 1 հոգի է մեծ, հարձակվել ու մեր մեքենային կանացին ու այնուհետև մեր վարորդին հանեցին ու սկսվեց միջադեպը իրենց կողմից հարձակումը մեր աղջիկների երիտասարդ ու կանանց վրա։ Դուք տուժել եք հարձակման։ Ես այդքան չեմ տուժել, ինչքան գործընկերներս, որպեսզի ես այդ ընթացքում հեռու էի կանգնել եւ ֆիքսում էի կադրը։ Հասկացա։ Իսկ այդ մարդկանցից որևէ մեկին ճանաչել եք կամ չգիտեմ, ինչ որ նախորդ ժամանակներում տեսել եք նախկինում։ Նախկինում չեմ տեսել ոչ մեկին։ Մենակ այդ դեպքի օրը, որ հետ էին գալիս մեր շտաբերը, մի կնոջ տեսամ, բայց սովորական ես իմ ճամփով ինքը իր։ Իսկ իրենք այդ դուրս գալուց հետո, հարվածելուց հետո ինչ որ հայհոյանքներ են հնչեցրել։ Հայհոյանքներ հնչեցել են ու անգամ ձեռքերով ինչ որ բաներ են մեզ ցույց տվել իրանց երիտասարդների կողմից։ Այսինքն իրանց երիտասարդները ձեզ։ Այո։
վիրավորական բարեր եղել են ու իրանք այդ ընթացքում հասցին գնալ, որ նստել էին մեքենան, արդեն շարժում էին, այդ ընթացքում ոնց որ ասեն ու փախնեն։ Շնորհակալ եմ, որ պատրաստական եք եւ լուսաբանում եք այս խնդիրը, շատ կարեւոր է, որ շատ բարձրացնենք, քանի որ հասել ենք քարոզարշավի վերջին եւ երեխաները, երիտասարդները, ուժեղ Հայաստանի համակիրները իրենց քարոզարշավն էին անում։ Իրենց ճանապարհները հատվել է մի հատվածում եւ իրենցից մեծ տարիքակից, ինչպես հետո իմացանք, նաեւ երկրապահ պատասխանատուն է եղել տարածքի երկրապահների, որը իր անմիջական ամենաուժեղ հարվածը հենց հասցնում էր մեր Դավիթին, որից հետո տեղափոխել ենք հիվանդանոց եւ հուսով եմ ընթացք կստանա քրեական գործը։ Երեխաները շատ են վախեցել, երեխաները եմ ասում, չեմ, որովհետև տարիքի հետ կապված իրենք իմ հոգացության տակ են գտնվում, Միլենան եւ մյուսներն էլ անմիջապես արձագանքել են, փորձել են թիմակիցներին օգնել եւ ավելի ցավալիներ ինձ համար այն, որ հղի կնոջ վրային ձեռք բարձրացել, ձեռքին բարձրացրել տարեց կնոջ վրա, այսինքն իրենք ոչ մի սրբություն չունեն, որի կարելի է հինվել եւ ինչ-որ պատճառաբանություններ գտնել, ինչքան էլ որ ասենք երեխաները գարանտի կտրենք այս հատվածը։ Ես հետո տեղեկացա, որ կանանցից մեկը հարցրել է, ինչու եք խփում, շուռն եկել նորից խփել են մյուս երեխային, ոնց որ ամբողջ տեսարանը դա էր։ Համացանցում ինչու արագ տեղադրեցին, քանի որ դա միակ միջոցն է սպահին, որ միջոցով հնարավոր էր ավելի շատ տարածում ստանալ եւ մարդիկ տեղեկանան ինչ է կատարվում եւ դրանից հետո լրագրողների անմիջական արձագանքով կարողացանք այս հարցը բարձրացնել եւ մարդիկ ավելի շատ տեղեկացան։ Նախ դատապարտում եմ այն մարդկանց, ովքեր որ միջ այսօր ոչինչ չեն ասում հղի կնոջ խփելու, տարեց կնոջ 19-20 տարեկան երեխաներին, երիտասարդներին հարվածելու, որտեղ են այն կազմակերպությունները, որոնք ամբողջ օրը աղաղակում են իրավունքների մասին, երիտասարդների իրավունքների, կանանց իրավունքների, տարեցների իրավունքների։ Ինչու հերո չգնանք պետական մակարդակով որևէ արձագանք եղել մինիմիպը։ Ոչ, ցավոք, ոչ մի արձագանք մինչ այսօր չկա։ Հուսով եմ, իրենք բոլորը իրենց արժանավորին պատիժը կստանան։ Տիկին Պողոսյան, այսպեսի մի կարծրատիպ էր տարածվել նաև համացանցում, որ Նիկոլ Փաշինյանի աջակիցները ոգևորվել են հենց Նիկոլ Փաշինյանի պահվածքից եւ իրենք այդ պատճառով են սկսել կանանց վրա ձեռք բարձրացնել։ Դուք կիսում եք այդ տեսակետի համացանցում տարածել։ Ես կիսում եմ, ասեմ ձեզ, սա շղթայական աշխատանք է կապակցված։ Նախորդ օրը Նայիրի Հողիկյանի տուն էին ներխուժել եւ ծեծել էին Նայիրի Հողիկյան։ Այնուհետև մեր ընկեր Արմեն Ալեքսանյանի մեքենան բլոգեր վառեցին, այրեցին եւ հետո երեկել ստացվեց այնպես, որ ուժեղ Հայաստանի եւ Հայաքվեի երիտասարդների համակիրների վրա են հարձակվել։ Այսինքն այստեղ նաեւ շղթա է, որ իրենք եթե ինչ որ մեկը ձեզ կանաչ լույս չի տալիս, դուք այդքան հնարավորություն չեք ունենա մարդկանց վնասելու, այսինքն եթե իրենց 16 համարը թույլ է տվել, ուրեմն իրենք այդպես անձացակել պահելու են։